Porque lloras de felicidad y porque lloras por la soledad. de ver que me tomas fuertes en mis manos y tus pensamientos te van llevando. Yo te quiero tanto. ¿Y por qué será? Loco testarudo, no lo dudes más. Aquí en el futuro hay un muro enorme. Yo no tengo miedo, quiero enamorarme. No me ames porque pienses que parezco diferente. Tú no piensas que es lo justo ver pasar el tiempo juntos. No me ames que encontriendo la mentira que sería. Si tu amor no merezco, no me ames más que de otro día. No me ames porque estoy perdido, porque cambia el mundo, porque es el destino, porque no se pierde, somos un espejo y tú así sería lo que yo de mi reflejo. No me ames para estar muriendo dentro de una guerra llena de arrepentimientos. No me ames para estar en tierra que el alzar el vuelo con tu gran amor por El azul el cielo. No me ames. Այս գեղեցիկ երգը ձեզ նվիրեցին Ամալյան և Գևորգը։ Գեղեցիկ էր և ապրումները և էմոցիաները, բայց ոչ պակաս ահավոր վիճակ է կատարվում նաև Թաթայի ներսում, որովհետև ինքը պետք է հրաժարվի այս տաղանդավոր մարդկանցից մեկից։ Մինչ Թաթան կորոշի, թե ում մենք այսօր կմաղթենք հաջողություն, մենք կլսենք Սոնային, որովհետև Սոնային լսելը միշտ հաճելի է։ Գևորգը իհարկե մի հատ տեմպրային նենց բանն էր, որ սենց շաքավ էր։ Իհարկե ես հələ դեռ քույր լսումներից ես հիշել եմ, հիշում եմ ու երևի ստամա շատ կհիշեմ։ Մի քիչ Սոնայի կողմից Գևորգ, մի քիչ։ Արտո։ Ընդհանուր դենց պրոֆեսիոնալիզմ ու աշխատելը ու ոնց աշխատել ամեն ինչի Գևորգը լավ հավաքեր է էդի ինձ համար Գևորգը պատրաստ է առաջ երթալու համար։ Մի խոսքով, հասկացանք, որ Արտոն մի փոքր նախասիրությունը տալիս է Գևորգին այս փուլում, այս կատարումից հետո։ Սոֆի։ Ինձ համար առավել էր Գևորգը, որովհետև նա իսկապես արտիստ է, որը բեմում գիտի ինչ է անում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, 1 րոպե ձեզ ժամանակ, հարգելի Թաթա եւ վերջում ձեր որոշումը։ Գևորգ թե Ամալիկ։ Իրանք փորձի ժամանակ ավելի լավ էին երգում, ես այդ ասեմ, որ բոլորդ իմանաք։ Մեզ մոտ մեր խմբում ոնց որ ռոմանտիզմը մի քիչ չափից շատ է։ Չգիտեմ, այդ կարող է մեզ խանգարի վերջում հաղթել, բայց հանդիսատեսի սիրտը գրավել հաստատ կօգնի եւ կարծում եմ այս երգը կհիշեն, կսիրեն ձեր կատարմամբ։ Այսօր Գևորգը իմ ուզածի պես չերգեց, ոնց որ օրերին, երբ մենք փորձում էինք։ Պիտի ասեմ, որ Ամալյան իմ ընկերոջ աղջիկն է, ես չգիտեի այդ մասին, ինքն էլ երևի չգիտեր կամ գիտեր ինքն էլ չէր ասում քաղաքավարությունից ելնելով, որպեսզի իմ գործը հեշտացնեմ թիմային առումով,
որովհետև Ամալիային հետո շատ դժվար է լինելու ու անօգուտ, բայց կարծում եմ Գևորգը կարա պայքարի ու թող մնա Գևորգը։ Կներես ինձ։ Նախագծում մնում է Գևորգը, այս մենամարտի հաղթողը Գևորգն է։ Դա ոչ միայն Թաթայի որոշումով, այլ բնականաբար Ամալիա մնա Ամալիա։ Գևորգը գնում է, ընդունում է շնորհավորանքներ Թաթայի